Դուք խոսեք մեզ հետ, հասկանանք ձեր դեպքը ինչպիսին է, որ բանկի հաճախորդ եք, ոնց եք դուժել։ Իմ դեպքը ID բանկի Rocket Line-ով ա եղել, ես իր էի վաճառում HiPost-ի հղումով։ Ու նույնականացման կոդ ինձ չի եկել, որով ես կհաստատեի այդ իրենց ասած հաստատման կոդը չի եկել։ Առանց նույնականացման, առանց հաստատման կոդի այդ չքառանիշ թվի ձևակերպվել է վարկը։ Իսկ լավ չհասկացա, միայն այդ դեպքում չի եկել, մնացած դեպքերում գալիս էր այդ նույնականացման կոդը։ Նույնականացման կոդը գալիս էր ID անգամ եթե ես դրամապանակից քարտ էի գումար փոխանցում ինքս իմ հաշիվների միջև, բայց վարկի ձևակերպման ընթացքում ոչ մի կոդ չի եկել։ Դա ոնց ա եղել։ Ու դա նաև բանկի կառավարիչը, երբ որ ես մոտեցա մասնաճյուղի այդ կառավարիչը ինձ ասաց, որ այո, ինքն էլ նայեց, չտեսա, որ կոդ են ուղարկել ու ասեց դե երևի դա էլ են իրենք երևի զեղծարարներին է գնացել, չգիտեմ ինչպես է եղել, բայց իրենք տեսան, որ այդ կոդը ինձ չեն ուղարկել։ Դուք այսինքն ինչ-որ ապրանք եք վաճառում եւ չգիտեմ, ինչ-որ սխալ հղումով եք գնացել, թե ոնց է եղել։ Չէ, ես ապրանք էի վաճառում, ինչ-որ մեկը ինձ ռուսերեն աննազգանով մեկը WhatsApp-ով գրեց, HiPost-ի նախ ուզեց տվյալներ քարտի, ես չտրամադրեցի բնականաբար, ասելով որ չեմ վստահում, դրանից հետո ասեց, եթե չեք վստահում HiPost-ի կուրիերսկի ծառայությունով եկեք կազմակերպենք այդ գնումը, ես նայեցի, ուղարկեցի անգամ այդ հղումը HiPost-ը հաստատեց, որ ունեն այդպիսի ծառայություն, դա իրենց կայքն է, այդքան զգուշավորության դեպքում անգամ ծուղակն ընկա։ Ոնց դրանից հետո ինչ եղավ։ Դրանից հետո անցա հղումով եւ այդ հղումով անցնելուց հետո այնտեղ որ քարտի թվերն եմ միայն մուտք արել դրանից հետո արդեն պարզվեց որ fake հղում էր։ Այո, fake հղում էր, բայց դա այդ fake-ը անգամ HiPost-ի աշխատակիցը չտարբերեց, ինձ չասացին որ չէ, սա մերը չի, բայց ես կասկածեցի այն դեպքում, երբ որ այդ տված հեռախոսահամարով այդ գնորդի ճակերտավոր գնորդի զանգահարեցի եւ անհասանելի էր, ես 5 րոպե հետո արդեն բանկում էի։ Խնդրեցի, որ փակեն հաշիվը եւ քարտը։ Բայց արդեն խուսափելու համար, բայց արդեն ոչ թե ուշ էր, այլ գիտեք, ինձ դա անգամ այդ ժամանակ չասեցին։ Այո, ուշ էր, բայց իրենք ինձ չասեցին, որ արդեն այդ վարկը ձևակերպված է, արդեն այդ գումարը 1 միլիոն դրամ։ Եվ 2 մասով փաստորեն արդեն տարել էին այդ գումարը, բայց ես իմացել եմ 1 ամիս հետո, երբ որ ինձ SMS ա եկել, որ ձեր վարկի մարման օրն է։ Իսկ ID բանկի չեն ընդունում, որ իրենց թերացումն է նաև։ ID բանկը այդ պահին ինձ չասեց, ասում եմ, ես մոտեցա, ինձ չասեցին, որ արդեն ձևակերպված վարկ կա, ինձ ասեցին լավ, փոխեցին, ընդունեցին դիմումս, հաշիվը քարտը փոխեցի, հաշվեհամարը փակեցին, բայց չասացին, որ արդեն կա։ Իմ տվյալները մուտք արեցին անձնագրի, բայց չասեցին, որ արդեն վարկը ձևակերպված է։ Դրանից հետո իրանք չեն ընդունել։ Բանկի կառավարիչը ասեց, նոր աշխատակից է, միգուցե չի լավ չի նայել, այդպես պատճառաբանեցին, որ միգուցե դրա համար չի տեսել։ Նոր աշխատակիցն էլ մարի ձեր վարկը չեք ասել։ Ես չգիտեմ, ինձ ոչ մի խոստում, ոչ մեկ, ոչ բանկը, որևէ կերպ ընդհանրաշ չի գնացել ID բանկը ձեզ։ Որևէ կերպ, չէ, ոչ մի ձև։ Ոչ մի առաջարկ չի արել, ոչ։ Հիմա դուք 1 միլիոն 200,000 այդ վարկը հարցին ինչ իսկ մեծ մասամբ ինչ է լինում այսպիսի դեպքերում ընդհանրապես պատասխանեց որ մնում է քաղաքացու վրա քաղաքացին է մարում հիմա դուք մարում եք այդ վարկը ինչ եք ես չեմ մարել ոչ չեմ մարել եւ այդ վարկը դարձել է արդեն 1.500,000 հա տուժտուգանքներով տուժտուգանքով բայց այդ այն դեպքում երբ որ ես ունեմ դատարանի որոշում որ միջև քրեական վարույթի ավարտը դատարանը բանկը չպետք է ինձանից պահանջի ոչ մայր գումարը, ոչ էլ տոկոսները։ Այդ ամեն Չնայած նրան, որ ես ունեմ դատարանի որոշում, դա էլ հաշվի չի առնում բանկը եւ շարունակում է այդ տոկոսները ավելանալ եւ ինձ SMS է գալիս։ Այսինքն մի բան էլ հասկանում, այդ քրեական վարույթի արկայությունը արդեն կարող է որոշակի լուծում լինել, հա, այս պարագայում, որ ձեզանից չբռնագանցեն գումարը միջև վարույթը ավարտի, բայց փաստացի բանկերը անում են։ Հարկադիր կատարողականում չկա անունս, այդտեղից ինձ նամակ չի եկել, բայց բանկը աճեցնում է իր տոկոսները, SMS գալիս է, որ իմ վարկի մարման օրն է եւ տոկոսները ամեն ամիս ավելանում են։ Լավ, շնորհակալ եմ ձեզ։